Մխիթար Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790 թվականին Վենետիկում և հետագայում բազմաթիվ հրատարակումներ են ունեցել։ Նրանք կարևոր բարոյախրատական իրենց գործառույթն ունեն նույնիսկ մեր օրերում, չնայած որ գրվել են միջնադարյան հասարակության, տվյալ դեպքում Հայաստանում հնարավոր թագավորության վերականգնման պայմաններում հստակ հասարակական կոնստրուկցիա ստանալու համար, հասարակական հարաբերությունների հստակ դաշտ խրատական լեզվով, իսկ դատաստանագիրքը արդեն տալիս է իրավական կարգավորումներ այդ ամենին եւ հետաքրքիր է, որ դատաստանագրքի առանցքում կա պետություն։ Շատ հստակ կա թագավորության գաղափարը, ընդ որում կենտրոնացված ուժեղ պետության մասին է խոսքը գնում, թագավորական իշխանությունը համարվում է աստվածային ծագում ունեցող եւ դրանով թագավորի անձը համարվում է սրբազան։ Սա շատ կարևոր է, որովհետեւ նա ապրել է մի ժամանակաշրջանում, երբ աստիճանաբար Զաքարյանների գլխավորությամբ Հայաստանի ազատագրման գործընթացը պետք է ծավալվեր։ Այսինքն մենք չենք կարող կտրել այդ ստեղծագործությունը իր ժամանակաշրջանից։ Մի կողմից նա բխում է բնականաբար Աստվածաշունչ մատյանից, պայմանական ասենք մովսիսական օրենքից օրինակ սկսած, մինչև միջնադարի ընթացքում հայ եկեղեցու ընդունած տարբեր եկեղեցական ժողովներ ընդունած որոշումների, դրույթներից եւ իհարկե իր ժամանակաշրջանում խնդիր է դնում ապահովելու գործընթաց նախ եւ առաջ բնականաբար որոշակի խրատական հիմքով, այսինքն բարոյական կողմը, բարոյագիտական կողմը ապահովելով գործընթացների, մյուս կողմից իրավական կարգավորումներ։ Այսինքն մենք գործ ունենք թագավորության վերականգնման ուղղությամբ դրա համար նախնական իրավական միջավայր ձևավորելու միտման հետ։ Մեծ հաշվով սա կարելի ասել տվյալ ժամանակաշրջանի քաղաքական գաղափարների մշակման ստեղծագործություն է նաև ոչ միայն իրավական ակտ եւ ցավոք շատ հաճախ հատկապես խորհրդային շրջանում մեկնաբանվել է նրա գիրք դատաստանին պարզապես իբրև իրավական ակտերի ժողովածում։ Բարեբախտաբար այդ ժամանակաշրջանում խորհրդային վերջին շրջանում Մխիթար Գոշի աշխատությունը լավագույնս ուսումնասիրած անձը եւ գիրք դատաստանին քննական բնագիր հրատարակած անձնավորությունը Խոսրով Թորոսյանը այս հարցը լավագույնս գիտակցել է եւ իր ներածականում այս հարցին անդրադարձել է որոշակիորեն ֆիքսելով այս հանգամանքները, որ ընթերցողը հասկանա, որ գործ ունի ոչ թե ինչ որ պայմանական օրենքների ժողովածուի հետ, որ կարող է ասենք հիմա օրինակ ազգային ժողով կամ խորհրդային պայմաններում գերագույն խորհուրդ ընդուներ, այլ այստեղ շատ ավելի մեծ նախագծի հետ գործ ունենք։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։